Արգելի անի թաղամասի բնակիչներ, ձեզ ողջունում է Մայր Հայաստան դաշինքը։ Դաշինքի առաջնորդն է Անդրանիկ Տևանյանը, ով առաջինը իր ցանկությունը հայտնել է Գյումրու զարգացման տեսլական ունենալու և հայտարարության մեջ նշել է, որ պատրաստ է ամբողջական իշխանափոխության դեպքում Գյումրու զարգացման ծրագիրը տնել առաջին պլան։ Մի քանի խոսքով կիսվեմ ձեր հետ, ինչ է տեղի ունեցել քարոզարշավի առաջին օրվանից մինչև այսօր։ Մարդկանց մոտ կար հիասթափություն, հավատի բացակայություն։ Մեր թիմի աշխատանքի շնորհիվ օր-օրի զգում ենք փոփոխությունը մարդկանց տրամադրությունների, զգում ենք մեզ միանալու ցանկությունը, բազմաթիվ երիտասարդներ են միացել մեր թիմին, բազմաթիվ ոլորտային մասնագետներ են իրենց աջակցությունը հայտնել մեր թիմին, շատերը ուզում են նաև ներկա գտնվել մեր հավաքներին և մեր երթերին, ուղղակի ասում են, Կարեն ջան, իշխանական պետական ապարատը խոդ են տվել, ճնշումներ են բանեցնում, նկարում են և փորձում են ճնշումների շնորհիվ հասնել են բանին, որ որևիցե մեկը իր դիրքորոշումը չհայտնի ի օգուտ Մայր Հայաստանի։ Եվ ես դա զգում եմ նաև մթնոլորտի փոփոխությունից և իրենք հաստատ համոզված եղել, ծախողելու են։ Ես այդ մարդկանց կոչ եմ անում, միմիայն մեր հավաքներին և երթերին մասնակցելով չէ, որ կարողանալու են ջուր լցեն այն ջրաղացին, որը ի վերջո Գյումրին դարձնելու է ավելի լավը։ Հարգելի անի թաղամասի բնակիչներ, իմացած եղեք, այս թիմը, որը հավաքվել է Մայր Հայաստան դաշինքում, առավոտից երեկո Ժերաջան Մեղվի նման աշխատանք է տանելու։ Մենք նաև հայտարարել ենք, որ ցանկացած ուժին ընտրող, ցանկացած ուժին սատարող, որևիցե մասնագետ մեր կողմից չի անտեսվելու, որովհետև մենք չունենք կադրային հզոր բազա, որ մասնագետին ներածնելով կարողանանք վաղը չէ մյուս օրը որակյալ աշխատանք ապահովել Գյումրի քաղաքի համար։ Եվ այս պահին բոլորս միասին փորձելու ենք ապացուցել այն թայֆաբազներին, որոնք տարիներ շարունակ փորձել են Գյումրու կառավարումը վերափոխել սեփական փոստանի, որի թշնամին իրենք են։ Յուրաքանչյուրիցս կախված է ամեն ինչ։ Եթե չենք ուզում լավը տեսնել, ուրեմն անպայման ստանալու ենք վատը։ Չասեմ խոստումներ, բայց ասեմ երազանք։ Իմ անձնական երազանքն է անի թաղամասի բոլոր բակերը տեսնել և սպորտ հրապարակներ և խաղաղ հրապարակներ և տարեցների համար ժամանցի վայրերով համալրված։ Իսկ փորձն ու կյանքը ցույց է տվել, որ ինչը որ ես երազում եմ, այն իկադար է ածվում։ Հարգելիներս, մեր թիմը առաջարկել է բացի ընթացիկ ծրագրերից նաև հեռանկարային զարգացման ծրագիր, դա ազատ տնտեսական կոդու և ազատ քաղաքի կարգավիճակ ծրագրերն են։ Երբ որ մեզ հաջողվեց պահանջատիրոջ կարգավիճակով ստիպել, որպեսզի Գյումրին ճանաչվի ազատ տնտեսական կոդի,
իմացած եղեք, 2-3 տարի հետո ունենալու ենք այլ քաղաք, ովքեր լալահաջող խոստումներ են տալիս, որ կարողանալու են Գյումրու այս ծանր վիճակից դուրս բերել առանց զարգացման ծրագրի, հեռանկարային ծրագրի, ուրեմն իրենք խաբում են։ Կարելի է մանր հարցեր կարգավորել, կարելի է տալ քաղաքական քաղաքապետարանում որակ ապահովելով փորձել ինչ-որ շարժ ապահովել, բայց գլոբալ առումով որևիցե մեկը ի վիճակի չէ, քանզի եթե չկա գումար, այնտեղ չես կարող ապահովել զարգացում։ Շատերը քննադատեցին մեզ, թե ինչի համար են ռուսական բիզնես շրջանակները ուզում ներդրում անել Գյումրիում։ Պատասխանը հետևյալն է, քննադատներին, բա ինչ անենք, թուրքերին հրավիրենք այստեղ ներդրում անելու։ Մենք մերժում ենք նման քաղաքականությունը, որովհետև ցանկացած երկրի բիզնես շրջանակ, բացի թշնամական պետություններից, ովքեր ցանկություն են հայտնում ներդրումներ կատարել Գյումրիում, ուրեմն մենք իրենց ընկերն ենք։ Եվ այսպես բոլորս միասին գնալու ենք ընտրատեղամասեր, ձայնը տալով քվեաթերթիկ համար 4 Մայր Հայաստան դաշինքին, այն ջրաղացին են ջուր լցնելու, որը ի վերջո իրական Գյումրու զարգացում է բերելու։ Տերենիկ Մալխասյանի ելույթից հետո կազմակերպում ենք երթ, որով ցույց ենք տալիս այն դժգոհ մասային, որոնք ամեն օր փորձում են ցեղ շպրտել մեր վրա, եւ դրան իսկ պատասխան Գյումրիում ավելի են շատանում մեր համակիրները, ավելի են շատանում են մարդիկ, ովքեր համոզված են, որ այս թիմի շնորհիվ է, որ Գյումրին կարողանալու է իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին։ Եվ Մայր Հայաստան դաշինքը դառնալու է մերան, որպեսզի ամբողջ ընդդիմադիր դաշտին միավորելով իշխանազրկել քաղաքացիական պայմանագրին Գյումրիի կառավարումից։ Այո!